Այսօր զրուցում ենք քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ, շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Պարոն Գալչյան, բոլորը հիմա խոսում են խաղաղության դարաշրջանի եւ պայմանագրի մասին, հանձնաժողովները, սահմանազատման հանձնաժողովները վերջին հանդիպումը անցկացրեցին Աղվերանում, թվով 13-րդ հանդիպումն էր դա եւ պայմանավորվեցին, որ պետք է համաձայնեցին քարտեզների ստեղծման ուղեցույցները, հիմա կարող ենք ասել, որ գործընթացը ավելի շատ տեխնիկական է, քան քաղաքական։ Եթե իրապես գործընթացը ըստ մեր ստորագրած համաձայնագրի անցյալ օգոստոսի դրանով առաջ ընթանակ Ալմատի դրված քարտեզներով միայն տեխնիկական մաս է դրանց աշխատանքը, սահմանազատմանը եւ սահմանագծմանը։ Իսկ կարող է այդ պայմանագրի սկզբունքներին հակասի։ Մտավախություն ունի։ Ըստ ստորագրածների չպիտի հակասի եւ ես այդտեղ մի բան էլ ավելացնեմ, որ երբ որ այս պայմանագիրը ստորագրվեց, ստեղծագործներից մեկը հարցրեց, իսկ ինչ կլինի, եթե կողմերից մեկը իր հանձնառությունը չկատարի։ Պատասխանը շտապեց տալ պարոն Ալիևը։ Նա ասաց, որ մենք աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքում ամենամեծ դիվանագետի հետ նստած նրա ներկայությամբ պայմանագիր ենք ստորագրել, ով կհամարձակվի չկատարել իր հանձնառությունը։ Դա իր ասածն էր, բայց իր արածը իր ասածին չի համապատասխանում։ Իհարկե, ամեն դեպքում հիմա կարող ենք ասել, որ ամեն ինչ, եթե ընթանա ինչպես պայմանավորվել են, զուտ տեխնիկական գործընթաց է։ Այո, միայն զուտ տեխնիկական է։ Այս ընթացքում հաճախ են խոսում անկլավների մասին, բացի սահմանազատումից, նաև անկլավների խնդիր կա։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է երկու բնակավայր Տավուշի մարզից եւ Տիգրանաշենը։ Այո։ Իրենց լեզվով Քյարքին, հա։ Քյարքի, այո։ Դուք բազմիցս նշել եք, որ մինչև 1930-ական թվականները ոչ մի անկլավ չի եղել Հայաստանի տարածքում։ Հիմա ստացվում է, որ 30-ականներից հետո քարտեզներում ինչ որ մի չինովնիկի գծանշումներով հայտնվեցին անկլավներ։ Որքանով է ճիշտ այս խաղաղության դարաշրջանը թևակողել մի քարտեզներով, որոնք ինչ որ մեկի կամայականությունն են եւ ի հաշիվ կամ ի վնաս Հայաստանի։ Տեսեք, ես կուզենայի մի քանի քարտեզ ցույց տալ, այս ընթացքում խոսում ենք։ Այս առաջին քարտեզը 1926 թվականի խորհրդային մեծ հանրագիտարանի մեջ տպված Հայաստանի Հանրապետության պաշտոնական քարտեզն է, որը այս քարտեզի վրա նշված է, որ վավերացված է ներքին գործերի նախարարության կողմից, այսինքն պաշտոնական քարտեզ է, եւ այստեղ Արցախը եւ Հայաստանը ընդհանուր սահման ունեն, այս մեկ դեղինով նշված։ Այս քարտեզի մեջ ոչ մի անկլավ գոյություն չունի, այս քարտեզի մեջ այդ ալ լեջերը, որ Սևանի հարավ-արևելքում են գտնվում, Հայաստանի տարածքում են ամբողջական, եւ այն 1242 կիլոմետր տարածքները, որ որպես արոտավայր 30-ական թվականներին, 29-30 թվականին տրվեցին Ադրբեջանին, որպեսզի այդտեղի քրդերը կարող ունենան արոտավայր ունենան իրենց ոչխարների համար, այդ տարածքները Հայաստանի մեջ են բոլորը։ Միայն այս չէ։ 1927 թվականին ունենք նաև Հայաստանի քարտեզ, հայերենով քարտեզ, այս քարտեզի մեջ նույնը կա, բայց այստեղ Արցվաշենը արդեն շրջակայքը ամբողջ Ադրբեջանը գրավել է։ Եվ ինքը մնացել է այդ պարանոցով միացած Հայաստանին, բայց Հայաստանի տարածքում է Արցվաշենը 1927 թվականի քարտեզը։ Հիմա ավելի ուշ քարտեզների մեջ արդեն մենք ունենք ձևավորված անկլավներ։ Երբ որ դրանից անցնում եք 29-30 թվականին էլ նույն քարտեզներ են, հանգարց 1936 թվականի քարտեզի մեջ Երևան են գալիս երկու անկլավներ Տավուշում։ Այսպես կոչված Ասկիպարան եւ Բարխուդարոն Ադրբեջանի իրենց անուններով հայտնվում են ինչպես քարտեզի վրա խորհրդային, որ ինքը խորհրդային սահմանները, ինքը խորհրդային շտաբն է գծել, նույն քարտեզների վրա նկարել են անկլավները երկուսը եւ հետո մյուսը 39-ին նկարել են Տիգրանաշենը, որպես երեքը որ անկլավ ներկայացրել են Հայաստանին եւ Ադրբեջանին, որ սա
այս անկլավները ձերն է, Արցվաշենն էլ Հայաստանին։ Նպատակը ո՞րն է եղել։ Եթե նայեք քարտեզներին կտեսնեք, որ ադրբեջանական անկլավները, որ չնչին մի քանի տուն ունեցող բնակավայրեր են, դրված են Հայաստանի մայրուղիների վրա։ Այսինքն Ադրբեջանը հսկողություն կունենա Հայաստանի մայրուղիների։ Դա Առաջինը դեպի հարավ գնացող, դեպի Արենի գնացող, երկրորդն էլ վերևում Վրաստանի, դեպի Ադրբեջան, Վրաստան գնացող ճանապարհի վրա է։ Այո։ Նպատակը չգիտեմ ինչպես է եղել, որ Խորհրդային Միության ընդհանուր շտաբը, զինվորական շտաբը որոշել է այսպիսի քարտեզներ գծի։ Եվ քանի որ այդ քարտեզները գծվել են առանց որևէ համաձայնության երկրների իշխանությունների հետ, ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի դա։ Նրա համար, երբ որ այս մասին խոսում ենք, որ անկլավները 3 Հայաստանինը, Հայաստանի տարածքում են, ուրեմն Հայաստանինը պետք է լինեն։ Ադրբեջանն էլ ասում է, տեսեք, ըստ այս փաստաթղթերի դրանք Ադրբեջանին պետք է լինեն։ Բայց երբ որ հարցրեցինք թե փաստաթղթերի ինչ հիման վրա են գծված, այսինքն իրավական հիմնավորում չկա։ Իրավական հիմանը ոչ մեկ իրավական հիմնավորում չկա։ Դրա համար Սրանից 5-6 տարի առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ եթե Հայաստանն ասում է, որ այդ 3 անկլավները իրեն տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները իրեն են պատկանում, ապա դրանք պետք է փաստաթուղթ ներկայացնեն, թե ինչպես է իրանցը, ոչ ուրիշինը։ Բայց չէ՞ որ այդ 3-ը Հայաստանի ներքին տարածքում են, եթե Ադրբեջանը ասում է դրանք մերն են, Ադրբեջանը ինքը պետք է փաստաթուղթ ներկայացնի, երբ ինչ որոշումի համաձայն, ինչպես այդ 3-ը տրվեցին իրենց։ Չկա։ Մինչև հիմա չկա։ Մինչև հիմա չկա։ Իսկ ինչ հիմնավորմամբ մենք գնում գործարքի փորձելով Ադրբեջանի, այսպես ասած, ձգտումները կամ ցանկությունները ամբողջությամբ բավարարել։ Դեռևս վերջի ամիսների ընթացքում Ադրբեջանը պաշտոնապես չի հայտարարել անկլավների մասին, չեն խոսել։ Քանի որ իրենք այնտեղ շատ գործունեlik ունեն։ Գիտեք, մենք 3 անկլավ ունենք, ամենադժվար խնդիրը, որ մենք ունենք, Տիգրանաշենումն է, որը մայրուղին դեպի Արենի, դեպի հարավ գնացող ճանապարհի։ Իրան կապող մայրուղին է։ Իրան կապող հայրուղին ընդեղից է անցնում։ Հիմա շրջանցող ճանապարհները նույնիսկ եթե կառուցեն, այո, մենք լիարժեք լուծում ենք ապաշրջափակման հարցը, թե դա պատրանք է հետագայի համար։ Չէ, եթե լիարժեք կառուցենք, եթե մինչև հիմա էլ պետք է իմ կարծիքով մինչև հիմա անպայման պետք է կառուցած լինեինք, քանի որ այս խնդիրները գիտեինք, որ կան, քնած են, բայց արթնանալու են մեկ օր, խնդիրներ չենք ունենա։ Իսկ ինչու ենք բանակցում հենց այդ 70-ական քարտեզների գծագրերով, կամայական գծանշումներով եւ ոչ թե ասենք 1930-ական թվականների, որտեղ որևէ անկլավի խնդիր չկա եւ այսօր մենք դեպի խաղաղության ենք գնում փաստորեն Հայաստանի հաշվին։ Վերջի բանը հաշվին չեմ, եթե ճիշտ անենք, այդքան չի, բայց խնդիրն է, որ մենք Ալմատիում, երբ որ բոլոր հանրապետությունները խորհրդային անկախացան, այդ պրոտոկոլների մեջ նշվեց, որ բոլորը պետք է վերադառնան խորհրդային տարիներին գծված վերջի սահմաններին, որը 91 թվին ուժի մեջ էին։ Դրանք այդ զինվորական շտաբի քարտեզներն են, որոնց մեջ առկա են անկլավները։ Շատ լավ, իսկ իրավական հիմնավորում Ադրբեջանի այս դեպքում չունի։ Չունի, իրավական մինչդեռ Արցվաշենի դեպքում մենք իրավական փաստաթուղթ ունենք։ Ադրբեջանից փաստաթուղթ ունենք, որ սա հայկական տարածք է, մենք վերադարձնում ենք Հայաստանին որպես անկլավ։ Հանրության մեջ երբեմն հատկապես սոցցանցերում հաճախ են գրում, որ դե մի քանի քառակուսի կիլոմետր է, մի բուրել ժողովուրդ է ապրում այդտեղ, այդ տարածքներում, տանք թող խաղա ապրենք։ Ինչպես եք վերաբերվում այդ թեզերին։ Ես առաջին ասեմ, որ թողեք վերջացնենք, որ մենք ինչ ենք կորցնում։ Մենք կորցնում ենք դեպի հարավ գնացող ճանապարհը, որը կառուցելի է նոր շրջանցել է դրան։ Էսկիպարայում ասկի ոչինչ չենք կորցնում։ Ասկիպարը անկլավը ամենամեծն է Ադրբեջանի 20 քանի քառակուսի կիլոմետր տարածք է, ոչինչ գոյություն չունի այնտեղ մեր համար, ոչ իրեն համար, ոչ Ադրբեջանի համար։ Բարխուդարուն է միակ բանը որ կա, թե Հայաստանից դեպի Ղազախ
մտնող երկաթուղին է տեղայնացում, այդ փոքր քաղաք յուղա կանոնը Ազատամուտ։ Չէ, ազատամուտը դատարկ է, այսինքն մոտերն հայկականն է, դա ուրեմն Կայան երևի։ Կայան, այո, ներողություն։ Կայան անունով այդ փոքր տեղը, որ մի քանի կայարան է, երկու տնակ կա, ուրիշ կա, դա ուրիշ բան ուրիշ չենք տալիս։ Իսկ Ադրբեջանը, որ եթե դա վերադառնանք անկլավներին, անկլավը հայկականը Հայաստանին, ադրբեջանականը Ադրբեջանին, անկլավներից մեր անկլավը Արցվաշենը ամենամեծն է, Այսինքն համարժեք են 40 մոտավորապես տեսեք Արցվաշենը մոտ 42 քառակուսի կիլոմետր է, մյուս 3-ը միասին շուրջ 45 են։ Այդքան տարբերություն չունի։ Այսինքն Ադրբեջանը, եթե Արցվաշենը տալիս է Հայաստանին, այո, ինքը ինչ է կորցնում։ Ինքը կորցնում է իր գյուղի Արցվաշենի շրջանների իրար կապող գյուղերի Ցույց ճանապարհը։ կտաք քարտեզով։ 39-40 թվականի քարտեզ է, որս կարմիր անկլավները, որ Տավուշի երկու անկլավներն են եւ Տիգրանաշենի անկլավը արդեն երևացել է քարտեզի վրա։ Կապույտով։ 39 թվին։ Իսկ հետո էլ Կապույտովը Արցվաշենն է, որ մերն է, բայց Ադրբեջանի տարածքում է։ Այսպես ասած հայկական էքսկլավ Ադրբեջանի տարածքում։ Բացի այդ, Արցվաշենը այսօրվա օրով Ադրբեջանի տնտեսական կենտրոնն է այդ շրջանում, այդ ռայոնի։ Ամբողջ գյուղացիները իրենց արտադրությունը իրենց բերքերը բերում են ընդեղից նոր գնում է դեպի Բաքու կամ որտեղ որ պետք է ծրվի։ Այսինքն կարելի է ասել խաչմերուկ է բոլոր Խաչմերուկն ուղղություններով։ է իրենց տնտեսական խաչմերուկն է եւ պահեստն է այդտեղը։ Եթե նրանք ուզեն Ըստ էության ձեռնտու չէ Ադրբեջանի։ Բոլորովին ձեռնտու չի։ Մենք կվնասենք մեկ ճանապարհ մենակ կառուցելու բանը կվերջացնենք խնդիրը։ Ադրբեջանը ամբողջ տարածքի ճանապարհները լեռնային պիտի նոր կառուցի ինքը։ Ձեր գնահատմամբ այս գործընթացը տանում է նկատի ունեմ եւ սահմանազատումը եւ անկլավների հարցը, եթե ինչ որ կերպ լուծվի։ Իհարկե լավագույն տարբերակը մեր տարածքները մնան Հայաստանի տարածքում, եղած տարածքները մնան մեզ, Ադրբեջանի տարածքում եղածը մնա իրեն։ Այս դեպքում մենք գնում ենք դեպի կայուն խաղաղություն, ըստ Ես կարծում եմ համեմատաբար կայուն խաղաղություն կլինի։ Թե քարտեզագրական նոր ծուղակ ենք թակարդ ենք ստեղծում միգուցե։ Քարտեզական թակարդ չի լինի, որ հիմակվանն է որ թակարդ է։ Ինչ եք կարծում սահմանազատման գործընթացը եթե սկսեն շարունակել, որ հատվածից սկսեն շարունակումը։ Այսօրվա օրը գիտեք Տավուշում այդ խնդիրն ունենք, որ ճանապարհը մտնում է ադրբեջանական տարածք։ Նույն բանն էլ ունենք Դավիթբեկի շրջանում Սյունիքում, մի քանի տեղ։ Դրանք պիտի հողերի փոխանակում լինի։ Այսինքն մեկը տորը որ Հայաստանի սահմանն է եւ մայրուղին է անցնում, այդ մի քանի կիլոմետրը Հայաստանին տրվի, Հայաստանի տարածքից մի քանի կիլոմետր ուրիշ տեղ Ադրբեջանի տրվի փոխանակում հավասար։ Ենթադրում եք որ Չէ, այդ մասին խոսվել է, իրանց մեջ էլ խոսվել է, որտեղ են հասել, չգիտեմ, բայց դա ճանապարհներից մեկն է, երկրորդն էլ անկլավների փոխանակումը լինի Հայաստանին մնա Հայաստանին, Ադրբեջանի տարածքինը Ադրբեջանին։ Ես նկատի ունեմ, եթե գործընթացը սկսեն շարունակել, հյուսիսից են սկսելու, թե շարունակել են։ Հիմա հյուսիսից մեկ կտորը ես մտածում եմ, որ պետք է Տավուշը ինչ ձևով գլուխ այդ լուծել այդ փոխանակելը եւ անմիջապես պիտի անցնել Պարսկաստանի սահմանի ծայրին, լրիվ հակառակ ծայրին։ Քանի որ մենք այնտեղ Պարսկաստանից անցող միջանցքն ունենք, որ Ադրբեջանից գնաց կգալի մտնի Հայաստան, Հայաստանի ինքնիշխան տարածքով, ես նկարն ունեմ, որ ամբողջ երկաթուղին Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնում, դուրս կհասնի Նախիջևան։ Ուրեմն դրանք պետք է իմանանք, մեզի տակով հագարակի մոտ։ Իսկ դրանք համար երբ որ սահմանը գծվեց, սահմանը որտեղ պետք է գծվի։ Այդտեղ հայկական անցակետը եւ մաքսակետը նույն ադրբեջանական որտեղ պետք է կառուցվի։ Այդ առաջի երթին ես անգամներ եմ խորհուրդ եմ տվել, որ իշխանությունները երբ որ սկսում են սահմանազատում, Պարսկաստանի սահմանից ամենը 5 կիլոմետր անեն, որ մարդիկ իմանան, որ վաղվանից որտեղ կառուցեն իրենց անցակետը, իրենց մաքսակետերը, թե Ադրբեջանը, թե Հայաստանը։ Հետո վերևից շարունակեն իջնել ներքև։ Այդ ընթացքում
շուրջ 200 կիլոմետր տարածք կա, որը որևէ խնդիր չունի։ Երկուսս էլ գիտենք մենք որտեղ ենք, նրանք էլ գիտեն, մենք էլ գիտենք, այսօր այնտեղ բախումներ չկան ոչ մի։ Կարող ենք վաղվանից սահմանապահներ գնան այնտեղ կանգնեն։ Բայց դա չի արվում։ Պարոն Ալիևն էլ այն խոսքերը որ ասաց, որ անմիջապես մենք սկսենք այս ուղղությամբ աշխատել, աշխատանքը չի տարվում։ Ոչ միայն չի տարում, այլ նաև կեղծ թեզեր են արդեն շրջանառում, փառատոներ են անցկացնում, ընդհանուր արդեն Վաշինգտոնում նույնիսկ պատմական Ադրբեջան են հաջորդում Հայաստանի ամբողջ տարածքը գրեթե այո, արևմտյան Ադրբեջանը։ Դրա պատճառները իրենց տեսակետից ստանան, որ եթե ասում եք մեկ դուք հայերդ ասում եք, որ մեծ հայ կա ամբողջովին ձեր տարածքն է, մենք էլ ասում ենք մեծ Ադրբեջան, արևմտյան Ադրբեջանը մերն է։ Ասում են մեկը մյուսի դիմաց են դնում, քանի որ մեկը մեծ հայքի պահանջի մեր իշխանությունները չեն ներկայացնում, որոշ կուսակցություններ այդ ծրագիրները ունեցել են ժամանակին, հիմա էլ դրա մասին խոսում են, բայց ոչ թե պետականորեն, իսկ Ադրբեջանում եղած գրվածը ինչ որ թերթում գրվում է, պետականորեն վավերացված է։ Տարբերությունը մեր եւ նրանց դա է։ Մենք ավելի ազատ մամուլ ունենք, այս մամուլը ինչ ուզածում գրում է։ Դրանց գրանք ասում են դուք դադարեցրեք, մենք էլ կդադարեցնենք ես։ Բայց ավտոմատ կդադարի, եթե իսկական համաձայնագիր գրվի եւ այսինքն բոլոր այդ խոսակցությունները, բացի համաձայնագրից, բոլոր այդ խոսակցությունները կվերանան այն ժամանակ, երբ սահմանազատում եւ սահմանագծում իրականացվի, այո, եւ որից հետո նաեւ խաղաղության պայմանագիր իհարկե եթե ճիշտ այն է, որ եթե դուք մի հատ տուն ունեք, տան մեջի դռներ կան, դռները բաց եք թողնում, որ չեք իմանում որն է աստիճանավանդակը, որն է ձեր մուտքը, բնակարանի մուտքը։ Եթե բաց եք թողնում, ուրեմն ինչ է։ Ուրեմն չգիտեք ձեր հողը որտեղից է սկսում։ Մինչդեռ բոլոր քարտեզների սահմանները գծել են ժամանակին խորհրդային միության շտաբը։ Եվ որ ՀԱՊԿ-ը մի քանի տարի առաջ ասեց, որ մենք չենք կարող միջամտել ձեր եւ Ադրբեջանի մեղած հակասություններին եւ պատերազմին, քանի որ չգիտենք սահմանները որտեղ են։ Նաիվ չէ այդ հայտարարությունը։ Իրենք են գծել այդ սահմանները։ Ինչպես թե չգիտեն որտեղ է։ Դա պարզապես խառնակցություն առաջացնելու ճանապարհներից մեկն է խո։ Այս գործընթացից դուք լավատես եք ընդհանուր առմամբ թե ես լավատես եմ երկար վազքին, բայց ընթացքից այդքան լավատես չեմ, դանդաղ է։ Պետք է լուրջ ձևով մոտենալ այդ խնդրին, չգիտեմ, ես առիթ ունեցել եմ տարիներից 2 տարի առաջ հանդիպելու այդ սահմանազատման, սահմանագծման խումբը, որ աշխատում էր, այդ խումբի մեջ 5-6 հոգի կային շատ տեղյակ, գիտեն ինչ են անում, բայց մնացորդի մասին չեմ կարող ասել գիտակ էին, թե գիտակ չէին, որտեղ ոչ մի արձագանք չեմ գտել նրանց հետ խոսելուց հետո, բայց մյուսներին գիտեմ։ Հենց ինքը պարոն Գրիգորյանը բավական լավատեղյակ է, Պաշտպանության նախարարությունից քանի անհատներ կան, դեմ շատ մանրակրկիտ տեղյակ են ամեն ինչից, եւ ինչ պետք է արվի, ինչը չպետք է արվի, միջազգային ստանդարտներն ինչ են այդ սահմանազատման, սահմանագծման համար։ Բայց խումբը, չգիտեմ, 10-15 հոգի են, կարծեմ, մնացորդները, չգիտեմ, ինչ մասնագետներ են, թե չեն, բայց ես դրանց աշխատանքը մի քիչ դանդաղ եմ տեսնում շարժվելը։ Ավելի արագ պետք է շարժվենք։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ։ Ցտեսություն։